2005 թվականին Զատիկը նշվեց ապրիլի 24-ին, այսինքն հայկական առաքելական եկեղեցու տոմարով Զատիկը այդ տարին համընկավ հայոց ցեղասպանության հիշատակի նվիրյալ օրվա հետ։ Եվ հաջորդ 20 տարի մինչև այսօր Զատիկը 3 անգամ է ընդամենը համընկել նշվել ապրիլի 24-ին, իսկ մնացած տարիներին նշվել է ապրիլի տարբեր օրերին։ Եվ այս տարիներին, երբ մենք մոտենում ենք Զատիկի եւ ապրիլի 24-ի օրերին, մոտս անդադ գրեթե միշտ նույն մտքերն են առաջանում, որը փորձեմ ներկայացնել։ Մտածում եմ, որ 110 տարի առաջ մեր ժողովրդին եւ մեր հնագույն հայկական քաղաքակրթությունը փորձեցին խաչել եւ պետք է ընդունենք եւ արձանագրենք, որ այո, թշնամու մոտ մեծ մասով ստացվեց եւ նա հաջողացրեց իր ծրագիրը, ոչնչացնել, սպանելով միլիոնավոր, մորթելով եւ սպանելով միլիոնավոր մարդկանց եւ ոչնչացնելով հնագույն քաղաքակրթության, պատմական մշակույթի, ժառանգության 90%-ը առնվազն։ Բայց տեղ նաև մենք պետք է արձանագրենք եւ հասկանանք եւ ընդունենք, որ այդ տարիներին հայերի փոքրամասնությանը հաջողվեց կազմակերպվել, համախմբվել, դիմադրել եւ դրա շնորհիվ մեզ հայ ժողովրդին հաջողվեց որոշ չափով, որոշ կերպով հարություն ապրել, ստեղծելով առաջի հայկական հանրապետությունը 1918 թվականին։ Եթե չլիներ այս կազմակերպումը, չլիներ այս խելացի դիմադրությունը, որոշ չափով հայերը չկարողանային ջախջախել թշնամուն Բաշապարանում եւ Սարդարապատում եւ այլ տարբեր տեղերում եւ Սյունիքում, ապա մենք այսօր չենք ունենա Հայաստան ընդհանրապես։ Եվ Հայաստանի առաջի հանրապետությունը 3 տարի դիմադրեց թշնամիներին, որի արդյունքում թշնամին որոշ չափով նորից հասավ իր նպատակին, նորից սպանելով 100 հազարավոր հայերին, խլելով արդեն արևելյան Հայաստանի արևմեծամասերը, Ղարսը, Անին, Սուրմալուն, այսինքն Մասիսլերը, խլելով, գոհանալով, խնելով Նախիջևանը եւ Արցախը մեզնից, բայց միևնույնն է հայկական քաղաքակրթությունը փորձեց 70 տարվա ընթացքում սովետական Հայաստանի Հանրապետության ֆորմատով մնալ եւ հասնել այսպես մինչև 1990-ականները, որից հետո վերասկսվեցին այդ հայ ժողովրդի խաչելու փորձերը, Սումգայիթը, Բաքուն, Գանձակը, Արցախը, Սյունիքը, Տավուշը, Գեղարքունիքը, այսինքն այն ինչ վերասկսեց թշնամին 30 տարի առաջ, եթե թշնամու մոտ հաջողվեր, այսօր մենք չենք ունենա այսօրվա Հայաստանը։ Եվ ընդհանրապես կարող է Հայաստանից ոչ մի բան չմնար։ Բայց նորից ի շնորհիվ հազարավոր հայ հերոսներին, որոնք կազմակերպվեցին, միավորվեցին, ձևավորեցին ուժ, հայկական բանակ, համախմբվեցին գաղափարի շուրջ, դիմադրեցին թշնամուն, ջախջախեցին թշնամուն, եթե չլիներ այդ ջախջախումը 94 թվականին, ապա այսօր մենք չենք ունենա այսօրվա Հայաստանը։ Հաջորդ մեզ խաչելու փորձը սկսվեց 2020 թվականին, նախապատրաստելով մեզ նախորոք, նախապատրաստելով նույնիսկ 2018 թվականից ավելի ակտիվ ձևով, եւ այսօր թշնամին արդեն ունի մեծ հույսեր, որ այս этаպը, այս փուլը, որի մեջ մենք այսօր գտնվում ենք, դա արդեն կլինի մեր վերջնական խաչելու փորձը, դա արդեն վերջնական խաչելու ծրագիրն է։ Եվ այստեղ ես պետք է ստիպված եմ հիշել, որին շատ հաճախ եմ հիշում, մեր շատ հայտնի ծնված հայկական քաղաք Գանձակում մեր ազգային լեգենդին Ալբերտ Ազարյանին, ով, եթե չեմ սխալվում, 1954 թվականին արեց այն, ինչ հետագայում մտավ սպորտի եւ գիմնաստիկայի պատմության մեջ որպես ազարյանական խաչ։ Այսինքն ինչ արեց այդ մարդը։ Այդ մարդը ցուցաբերեց իր պրոֆեսիոնալիզմը, իր ուժը, իր կամքը, իր հավատքը եւ արեց այն, ինչ մինչ այդ օրը երբեք ոչ մի տեղ չէր արել։ Եվ
ցած թրավ խաչից արդեն որպես լեգենդ եւ որպես չեմպիոն։ Նույն ձև, նույն բանով, նույն ճանապարհով անցան տղաները 94-90-ականներին Արցախի պատերազմի, առաջի պատերազմի ժամանակ։ Ցուցաբերելով կամք, ուժ, կազմակերպություն, հավատալով ինքն իրենց եւ վերջում ջաջախելով թշնամուն եւ ունենալով գրանցելով հաղթանակ։ Այսինքն, երբ հայ ժողովրդին փորձում են հերթական անգամ խաչել, առաջի հերթին մենք պետք է ցած թռնենք, որ ինչպես դա արեց Ալբերտ Ազարյանը 70 տարի առաջ, ցուցաբերելով, ներկայացնելով ազերիանական խաչը ի պատասխան այս ամենին, եւ երկրորդը մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի մեզ այլևս չփորձեն խաչել։ Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի նույնիսկ մեզ խաչելու մասին այլևս ոչուկ չմտածի։ Նու ոչուկ հույս չունենա, որ մենք պետք է նորից զոհի նման խաչվենք, մորթվենք, սպանվենք եւ այլ եւ այլ։ Եվ ինձ թվում է, որ ազերիանական խաչի ճանապարհով, եթե մենք գնանք դիմադրության, կազմակերպման եւ ինքնահավատքի ճանապարհով, ապա մենք կհասնենք հայկական կենաց խաչին, որտեղ մեր խաչերը միշտ տարբերվում են մնացած բոլոր խաչերից։ Եվ մենք ունենք երկու հայկական խաչ, ազերիանական խաչ եւ հայկական կենաց խաչ, եւ ոչ մեկը դրանցից զոհի հետ որևէ կապ չունի, անկախ ամեն ինչից։ Ժամանակն է հրաժարվել զոհի դերից, հին զորի դերից, որը մեզ վրա անդադ փաթաթվում է եւ գնալով ավելի է ուժեղ է փաթաթվում, որ չմոռանանք այդ մասին, եւ պետք է թռնենք ցած խաչից եւ վերցնենք պայքարի, աշխատանքի, հավատքի ճանապարհը, որը տանում է դեպի հաղթանակ։ Այդ թեք խաչերը որ կա, այս կողմը, այն կողմը, սա կոչվում է ազերիանական խաչ։ Եվ երբ որ ինձ հարցնում էին, թե ինչպես անենք, որ մենք դառնանք, մենք էլ կարողանանք այդ անենք։ Ես ասում եի գնացեք դարբնյա շակերտ աշխատեք 4 տարի, եւ հետո արեք կդառնաք, կարող եք այդ բաները անել։ Ես այդ էի ուզում պատմեի, որ Լենինգրադում մենք որ առաջնություններ գնամ 53-ներ։ Հիմա ես իմ կոմբինացիան անում եմ եւ խաչի վրա եմ մրցավարին հարցնում եմ, խվացի դերժած։ Ասում հա։ Հիմա ես շուրեմ գալիս մրցավար ասում խվացի դերժած, թե խվացի։ Հիմա այն երկուսի հետ պետք է խոսամ։ Շուրեմ եկել այդտեղից։ Բանոն այնտեղ ասում խվացի դերժած, թե հա։ Էլի շուրեմ եկել էս կողմը, գնացել եմ մյուս կողմը, խվացի դերժած։ Դա ստեղ ու արել եմ իմ վարժությունը։ Ուրեմն այդ մրցումները որ կոմբինացիան ես որ վերջացրեցի ու ասում եմ որ Ազարյանին հեռացնում են մրցումներից, որովհետև ես օղակների վրա իրավունք չունեմ խոսեմ որևէ մեկի։ Ինձ հեռացնում են, բոլորը համաձայնվեցին, բայց մեկը կանգնում ասում է գիտեք ինչ կա, Ազարյանը արեց այն խաչը, որը որ ոչ մեկը չի անում, այսինքն թեք խաչերը։ Հասկանում ես, այդ թեք խաչերը, դա մեզ համար շատ մեծ պատիվ է, որ նա այդ տեսակ բան արեց ասում է։ Մեր սովետական միությունում ոչ մեկը չի անում, աշխարհում ոչ մեկը չի անում ասում է։ Եվ ինձ նորից վերականգնեցին ու ասեցին 54 ես պետք է մասնակցեմ աշխարհի առաջնությանը կամ օլիմպիական խաղերին, որ իմանալով էլի այդ խաչերը։ Ինձ վերցնում է հավաքական թիմը սովետական միության եւ ես մասնակցում եմ աշխարհի առաջնությանը։ Ուրեմն առաջ անգամ ես մասնակցում եմ աշխարհի մրցումներին եւ այստեղ ես կատարեցի այդ իմ վարժությունը առանց խոսելու, որպես էլեմենտ ամեն շուրջ գալը 3 հաշիվ պահով ենք։ 1 22 23 24 այդ այնց հետո շուրջ գալը եմ մյուս էլ տենց որ հաշվեն որպես տար։ Չեն կարող անեն եւ այնպես որ այդ էլեմենտը մնացել է որպես ազարյանական խաչ ու մնացել է։